Ողջունում եմ հարգելի գործընկերներ, ես Ասիրյան Ստեփանն եմ, ներկայացնում եմ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը։ Ինչպես իմ գործընկերը նշեց, Մեծամոր համայնքում եւս շարունակվում են այն նույն ճնշումները, ինչ որ տեղի ունեցել Արմավիրում, վախեցնելու փորձերը, ճնշելու փորձերը։ Մենք այստեղ ենք, որ համայնքային իշխանության ներկայացուցիչներին, մարզային իշխանության ներկայացուցիչներին եւ առհասարակ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներին ասենք, որ երիտասարդները ձեզանից չեն վախենում։ Հիմա իմ մասնավորի Մեծամորի դեպքերի հետ կապված։ Մեծամոր համայնքում մենք մեր գրասենյակը բացելու հետ կապված փնտրում էինք տարածք վարձակալությամբ տրամադրելու համար։ Արդեն ձեռք էր բերվել պայմանավորվածություն այն մարդու հետ, ով պատրաստ էր տրամադրել իրեն պատկանող տարածքը վարձակալության եւ շատ դրական տրամադրված, արդեն բոլոր փաստաթղթերը դեռ իր կողմից էին հաշտապեցվում, որ բոլոր փաստաթղթերը օրինական ձևով կնքենք եւ ստանանք տարածքը մեր գործունեությունը ծավալելու համար։ Մինչդեռ դրանից մի քանի ժամ անց, հաջորդ օրը առավոտյան փոխվեց այս մարդու մոտեցումները այս հարցի վերաբերյալ եւ նա լրիվ վախվորած տարբեր պատճառաբանություններ ներկայացնելով նշեց, որ պատրաստ չէ տրամադրել տարածքը հենց այս կոնկրետ մեր գործունեության համար, տարբեր պատճառաբանումներ նշելով։ Մինչդեռ ուզում ենք ասել, որ այս մարդն աշխատում է պետական համակարգում, որպես ծառայող Հայաստանի ատոմային էլեկտրական կայանում, ՀԱԵԿ-ում Մեծամորի եւ համայնքային իշխանությունները, մարզային իշխանությունները տարբեր ձևեր գտնում են, ինչպես գործընկերս նշեց, շատերի ծնողների հետ խոսելով, մտնելով ընտանիքներ, փորձելով լռեցնել երիտասարդներին, խոչընդոտել ամեն կերպ Մեծամոր համայնքում մեր տարածքը վարձակալելուն եւ Արմավիր համայնքում մեր գործունեությունը իրականացնելուն։ Մեկ կարևոր արձանագրում առաջարկում եմ միասին անենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները գործիք են կառավարության ձեռքում։ Տեղական ինքնակառավարում նշանակում է, որ այս մարմինները ինքնակառավարվող մարմիններ են եւ չպիտի լինեն գործիքներ կառավարության մեր երկրի դեպքում ցավոք մեկ մարդու ձեռքում։ Ինչպես շատ թիմեր տարիներ շարունակ եղել են ձայներ հավաքագրողներ, ձայներ բերողներ եւ նշանակել են, ոչ թե ընտրվել են մարդիկ, այլ նշանակվել են մարդիկ կենտրոնական իշխանության կողմից, որպեսզի ձայներ բերեն, այդպես էլ շարունակվում է մինչև այսօր։ Այս մարդիկ չեն ներկայացնում համայնքում ապրող քաղաքացու շահերը, այլ ներկայացնում են կառավարության շահերը, մեր պարագայում մեկ մարդու հետաքրքրությունները եւ շահերը։ Մինչդեռ նրանք պետք է ծառայեն համայնքում ապրող բնակիչներին, նրանք համայնքային ծառայողներ են։ Սա ամբողջությամբ խեղաթյուրված է մեր երկրում, ոչ բոլոր համայնքապետերին է խոսքս վերաբերում, շատերի մոտ այս խնդիրն առկա է եւ այն համայնքապետերը, ովքեր ծառայում են իշխանությանը, իրենք շարունակում են ծառայել իշխանությանը, այլ ոչ թե քաղաքացուն։ Ինչպես գործընկերս նշեց, մեր երկրում նախկինի հետ իրենք շատ են սիրում համեմատվել, նախկինի հետ համեմատած որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ներկաները նախկիններ են եւ մի բան էլ ավելի։